Բարեկալու Civilnet տաղավարում հյուրընկալել եմ ազգային ժողովի պատգամավոր Գեգամ Նազարյանին։ Բարև ձեզ։ Բարև։ Շնորհակալ եմ պարոն Նազարյան հրավեր ընդունելու համար։ Դուք մեր տաղավարում առաջին անգամ եք, դրա համար գուցե հնչեն հարցեր, որոնք ընթացքում լրագրողներ ազգային ժողովում կամ այլ տաղավարներում ձեզ տվել են, բայց կփորձենք մի փոքր ավելի նորովի նայել այդ հարցերին։ Դրա համար առաջին հարցը դուք այլևս Հայաստան Դաշինքի արդեն երկար ժամանակ է անդամ չեք, բայց դիրքորոշման տեսանկյունից դուք ձեզ շարունակում եք համարել ընդդիմադիր պատգամավոր, թե ինչ դիրքորոշման մեջ եք։ Ինքը բարդ եւ ոչ ստանդարտ ժամանակ է քաղաքագիտական առումով, որպեսզի քեզ հստակացես դու ինչ ես, ընդդիմադիր ես։ Ընդդիմադիր եմ իշխանություններին այնքանով, որքանով շատ հարցերում համակարծիք չեմ, համաձայն չեմ։ Բայց հարցեր կան, որ համաձայն եմ կառավարող ուժի հետ, համաձայն չեմ ընդդիմության հետ։ Այսպես, քանի որ ես որևէ քաղաքական ուժ չեմ ներկայացնում, ես ազատ եմ։ Եվ այսպես կարողանում եմ ազատ արտահայտել եւ իմ մտքերը եւ տեսակետները կաշկանդված չլինելով կուսակցության որոշումներով կամ խմբակցության որոշումներով։ Որ անկյունաքարային հարցերում հիմա համամիտ եք օրինակ իշխանության հետ եւ համամիտ չեք ընդդիմության հետ։ Համամիտ եմ այս գլոբալ ձևակերպումը իշխանության հետ, որ չի կարելի ապրել պատրանքներով, գծել քո ուզած սահմանները մտքիդ մեջ ու կարծել դու կարող ես քո եղած ներուժով այդ սահմանները պարտադրել աշխարհին։ Դու պետք է ընդունես այն սահմանները, որը աշխարհը ճանաչում է քո սահմանները, եւ այդ սահմանների ներսում ամեն ինչ անես, որ ունենաս աշխարհի ամենալավ ու ամենազարգացող, ամենաառաջադեմ երկիրը։ Այսինքն, ես ճիշտ եմ հասկանում, որ կոնցեպտուալ առումով դուք ընդունում եք Նիկոլ Փաշինյանի տվյալ դեպքում իշխանության իրական Հայաստան կամ 4-րդ հանրապետություն, այս եզրույթները, գաղափարները, մոտեցումները, 4-րդ հանրապետությունը այստեղ այդքան կարևոր չի, կարա չհռչակվի դա, կարա լինի սիմվոլիկ։ Իրենք փաթեթավորում են այդպես։ Հա, բայց իմ համար գլխավորը դա չի։ Իմ համար գլխավորը դա չի, եւ ուղղակի այստեղ իմ տեսակետը խիստ համընկնում է գործող իշխանության ղեկավարների կամ ղեկավարի տեսակետի հետ։ Ես միջ այդ հիմա ես միշտ շփոթում եմ իրական Հայաստան, իսկական Հայաստան, ես միջ իր այդ ես իմ մտքում ունեի իսկական Հայաստանի կոնցեպտը, որ ասենք sense մտածում եմ այդ գաղափարախոսությունն է իսկական Հայաստան, որովհետև հիմա կասեք իսկ ստից Հայաստանը որն է, ստից Հայաստանը դա ուղեղի մեջ ունեցած երկիրն է։ Մեր համար դա իրոք շատ բարդ է։ Շատ բարդ է, երկար կարող եմ բացատրել ինչն է խնդիրը, որովհետև մեր հայրենիքի եւ մեր պետության սահմանները խիստ չի համընկնում։ Բացարձակ խիստ անհամընկնություն ունի։ Իսկ հայրենիքն ավելի լայն է, քան պետությունը։ Հայրենիքը ավելի մեծ է, որովհետև հայ ժողովուրդը հայրենիքը ո՞րն է։ Հայրենիքը բոլոր երկրների ժողովուրդն է անում, այն տարածքն է, որտեղ առաջացել, ձևավորվել, զարգացել է այդ ազգը։ Մեր զարգացման տարածքը շատ մեծ է։ Դա ոչ միայն հայկական բարձրավանդակն է, որ ոմանք ասենք միամտաբար կամ չիմանալով պատմության խորության չտիրապելով պատմությանը կարծում են հայկական ոչ հայկական բարձրավանդակն է ու հարակից բավական լայն տարածքները, այդ թվում Միջագետքը, այդ թվում Անատոլիան, որ այսօր Փոքր Ասիա թերակղզին, դա մեր հայրենիքն է, այդտեղ առաջացել, ձևավորվել, հազարամյակներով զարգացել է։ Հիմա հոգեբանորեն շատ դժվար է հատկապես, որ քեզ ինչ-ինչ պատճառներով ֆանտաստիկ ֆիլմեր տեսած կաք, որ մարդու ուղեղը հանում են հիշողություն ու դնում են ինչ-որ մեկի հիշողություն կամ ինչ-որ փոփոխված հիշողություն։ Մեր ժողովրդի հետ տեղի ունեցել ճիշտ եւ ճիշտ, թվում է թե ճիշտ է հիշում, դա իր հիշողությունն է, իր մտածողությունն է, բայց դա այդպես չի։ Դա հիշողությունն է։ Դա ձևավորված, փաթեթավորված, դրված հիշողություն է։ Ում կողմից։ Ում կողմից կայսրությունների։
Օսմանյան կայսրության, ռուսական կայսրության, ապա խորհրդային միության, որովհետև դու իր մասն ես։ Արցախի այդ հիշողության արդյունք էր։ Իհարկե։ Այսինքն ինքը մտածածին պետություններ կամ սահմաններ։ Այո, որովհետև եթե մենք հասուն ազգ լինեինք, որ պետական մտածողություն ունեցող, մենք մեզ հարց կտայինք։ Ես այս վերջերս այդ մասին շատ եմ խոսում, կրկնելով, հույս ունենալով, որ հանրությունը կսկսի մտածել այդ մասին։ Արցախը մեր հայրենիքն է։ Արցախը այն տարածքի մի մասն է, որտեղ ապրել, զարգացել է հայ ժողովուրդը, տալով տաղանդավոր մարդիկ, բայց 1921 թվականին եւ առավել եւս 1922 թվականին, երբ որ ձևավորվեց խորհրդային միությունը, Հայաստանը մտավ այդ երկրի մեջ, ունենալով հստակ որոշված միջազգային հանրության կողմից ճանաչված սահման։ Հիմա կասեք 22 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ինչ միջազգայինորեն ընդունված սահման, դա ներքին պետության բան ոչ։ Հայաստանը մինչև 1922 թվականը դե յուրե անկախ պետություն էր, ճանաչված միջազգային հանրության կողմից, արդեն խորհրդայնացված, բայց պաշտոնապես Հայաստանը մտել է խորհրդային միության կազմի մեջ միայն 1922։ Այսինքն ազատագրական պայքարը սխալ էր։ Ոչ, ասեմ ինչ ոչ։ Ձեր ասածից պետք է ասեիք այո։ Ոչ, տեսեք ինչ, որովհետև մենք ինչ էինք անում 1988 թվականին։ Մենք խորհրդային միության պետության կազմում փորձում ենք վերականգնել արդարությունը, որովհետև այո 1921 թվականին բոլշևիկները մեծ անարդարություն արեցին, վերցրեցին հանուն, չգիտեմ, Բաքվի նավթի կամ այլ ինչ-որ բաների, օգտվելով հայ բոլշևիկների ցնորամիտ մտածողությունից, որ կարևոր չի սահմանը որտեղով է անցնում, կարևորը համաշխարհային հեղափոխության հաղթանակն է, եւ չգիտես ինչու ադրբեջանցի բոլշևիկը մտածում էր այդ սահմանի մասին, իսկ հայ բոլշևիկը ավելի շատ մտածում էր չգիտեմ ինչի մասին։ Եվ հիմա այսպես թե այնպես այդ գործողությունը անարդար գործող, որովհետեւ Արցախը եւ Նախիջևանը եւ հայաբնակ էին եւ Հայաստան պետության ժամանակին եղած ձևավորած անբաժանելի մասը։ Այսինքն այդ պայքարը Արցախյան շարժումը ուներ արդար եւ տրամաբանված մոտեցում, որովհետեւ խորհրդային միության տարիներին այո, գուցե բարդ, դժվարին, բայց տեսականորեն հնարավոր էր հասնել սահմանների փոփոխության, հասնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի։ Բայց հենց խորհրդային միությունը քանդվեց, փլուզվեց, հայ քաղաքական միտքը պետք է որոշում կայացնեց, բայց քանի որ չկար գոյություն չուներ հայ քաղաքական միտք, այլ կար գրական գեղարվեստական գրքերից դուրս պրծած հայրենասեր տղերք, իրենք չէին կարող այդ որոշումը կայացնել։ Բարեբախտաբար պատերազմը ավարտվեց հայկական կողմի հաջողությամբ։ Հիմա չասեմ ինչու այդ ժամանակ այդպես եղավ, որը թույլ տվեց արցախցիների ֆիզիկական գոյությունը ապահովել։ 1994 թվականի հրադադարից հետո որքան անցավ դեպի առաջ, այնքան միտքը ավելի մթագնեց, այնքան ավելի նվատացավ, այնքան ավելի անլրջացավ, որ մենք կորցրինք ամբողջովին իրականության զգացումը եւ մենք մոռացանք, որ մենք ոնց որ Արցախի ժողովրդի ինքնորոշման համար ենք պայքարում։ Դարձավ, որ Աղդամը մեր հայրենիքն է, այսինքն հիշեցին, որ Աղդամը մեծ հայքի մասնիկ է, Ջեբրայելը մեծ հայքի մասնիկ է, ու արդեն մոռացան, որ դրանք ոչ թե պաշտպանական գոտիներ էին, այլ սկսեցին պնդել, որ դա մեր հայրենիքն է։ Հետո մի հատ շատ վտանգավոր արտահայտություն կա, որ չգիտեմ ով է մեր ժողովրդի մեջ գցել, արյունով ազատագրված հողը հենց այնն չէ, այսինքն բա ոնց է տալիս։ Այլ տղերքի արյունով է տալիս, բա միտքը, բա խելքը, բա իրականությունը, եւ դրա համար նորից կրկնում եմ իմ 3 հարցերը, որ ես անդադ հնչեցնում եմ։
Երբ որ 94 թվականի հրադադարից հետո մենք պետք է արդեն մտածենք, իսկ հրադադար էր եւ ոչ խաղաղության պայմանը, մենք պետք է մտածենք, լավ, այդ հարցը ո՞նց ենք լուծում, եւ մեզ պետք է 3 եւ մի հատ է 4-րդ լրացուցիչ հարց տանք։ Առաջին հարցը. արդյոք Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները նույնական են Իսրայել-Ամերիկա հարաբերություններին։ Պատասխանը միանշանակ ոչ էր։ Բայց այդ հարցը այդպես է չտրվեց, այսինքն ոչ թե մեր հասարակ ժողովուրդը պետք է այդ հարցը տար, այլ ղեկի ղեկավարությունը։ Երկրի ղեկավարությունը այդ ժամանակ ասում էր հիմա կա լուծելու տարբերակ, ես նկատի ունեմ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարությունը եւ ասում էր ինչքան գնա, այնքան խորանալու է։ Ինչ լավ է որ դու ռազմական բալանսը իօգուտ Ադրբեջանի։ Բայց ցավոք սրտի Լևոն Տեր-Պետրոսյանը ասեց, հետո ձեռք թափտվեց, ասեց դե ես գնացի, մի 2 տարի հետո տղեկը կհասկանան։ Ես ինչ եմ ասել, այդպես չէր կարելի։ Երկրորդ հարցը, որ այդպես էլ չտրվեց, արդյոք Հայաստանը այն ռազմական եւ տնտեսական ներուժ ունի, որքան Ռուսաստանը եւ Թուրքիան, կամ գոնե մոտ։ Իհարկե ոչ։ Երրորդ հարցը, արդյոք Արցախը ունի արևմուտքի այն նույն աջակցությունը, ինչ որ Կոսովոն։ Պատասխանը միանշանակ ոչ։ Եվ եթե այդ 3 պատասխանները ոչ է, բա մենք ինչ էինք անում։ Սպասում էինք տեսնենք Աբգարը երբ է բանակ գնալու զոհվի, կամ Սամվելը, կամ Վահեն։ Պարոն Նազարյան, ամենայն հարկանքով, Չէ, ես շատ ներողություն։ Չէ, ինչ եմ հարցնում։ Սա շատ լուրջ հարց է, որովհետև այդ պատերազմը լինելու էր, եւ դա գիտեր Լևոն Տեր-Պետրոսյանը արդեն հստակ 1997 թվականին, երբ որ գրեց Պատերազմ եւ խաղաղություն լրջանալպաղ հոդվածը։ Հասկանալի է։ Այս հարցերը, որ դուք հիմա հնչեցնում եք, երբանից եք եկել այդ եզրահանգումներին։ Մշտապես այդպես եք մտածել։ Մշտապես, բայց ես կարամ մատների վրա հաշվեմ, համախո ինձ հետ մարդիկ, որ այն ժամանակ ասում ենք, բայց հարցը պետքա լուծվի։ Եթե մնաց պատերազմին, հետևանքները շատ վատ են։ Շատ լավ։ Այդպես մտածելով հանդերձ 2020-21 թվականին դուք միացաք մի դաշինքի, որի ղեկավարը լրիվ հակառակն էր մտածում։ Ոչ։ Ռոբերտ Քոչարյանը այն մտածողության կրողն է, որը դեմ է դուրս եկել Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ։ Լավ հարց տվեցիք, հիմա ձեզ ասեմ։ Ինչու միացաք։ Ինչն էր փոխվել։ Ասեմ, ինչն էր փոխվել։ Ուրեմն ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլ բոլորն էին այդպես, 99%-ը այդպես էին մտածում։ 98 թվականին նկատի ունեք։ Ոչ, նկատի ունեմ 2020 թվականից հետո։ Հայաստանում բոլորը գրեթե մտածում էին, դե ոնց թե մենք վերցնենք ու համաձայնենք, որ Արցախը մնա Ադրբեջան, բա մեզ ինչ կասեն։ Հասկացա։ Այդպես բոլորն են մտածել։ Բոլոր քաղաքական ուժերը։ Բայց դուք ուրիշ ձև եք մտածել։ Հիմա ասում եք ինչու դուք։ Այո, 20 թվականին։ Ես գիտեի, որ իմ տեսակետ կրողները բառից բուն իմաստով մի 5-6 հոգի են։ 5-6 հոգի։ Ես այդ ժամանակ 21 ընտրությունները երբ որ սկսվեցին իմ համար 2021-ին, այո։ Հա, այդ 21 թվականի հունիսին արդեն տեղի ունեցան ընտրությունները։ Իմ համար ամենակարևորը այդ պահին արդեն պատերազմը եղել էր եւ հետ պատերազմյան իրավիճակում դու պետք է քո տեսակետը, քո խնդիրները ներկայացնես։ Ես շատ շնորհակալ եմ եւ որ Ռոբերտ Քոչարյանը ինձ առաջարկեց լինել այդ դաշինքում, որովհետեւ լինելով падգամավոր ես կարողացա շատ ավելի խորությամբ ուսումնասիրել պատերազմի ընթացքը, կարողացա հասկանալ ինչ ա եղել, ուսումնասիրել, ոչ թե տենց մտածել, կոնկրետ ամեն ինչը փաստերով փաստարկված եւ ամենագլխավորը, որ ես էլ անդադ ասում եմ, որ պատերազմից հետո չի կարելի սենց այսպես թողել այս քաոսային վիճակը, պետք է իշխանություն փոխվի, պետք է ընտրություններ լինեն։ Ընտրությունները եղավ իմ համար այդ ժամանակ շատ տարօրինակ արդյունքով, բայց հետահայաց ես նայում եմ, ասում եմ արդյունքը շատ էլ բնական էր Հայաստանի նման տարօրինակություններով երկրում այս ընտրությունը պետք է լիներ։
Լավ, հիմա որ քանի որ հետհայացի մասին խոսեցիք, հետհայաց որ նայում եք, գաղափարական իմաստով դուք ճիշտ ընտրություն եք կատարել միանալով Հայաստան դաշինքին, թե պետք է այնուամենայնիվ, այնինչ դուք եք ասում հիմա, այդ հետհայացի հետ կապված հարցերի հնչեցնելու տեսանկյունից տարբերություն չկար, գիտեք, նկատի ունեմ գաղափարական իմաստով դուք պետք է որ ավելի շատ ԿՊ-ի ցուցակում լինեիք։ Ոչ, ասեմ ինչու, որովհետև որքան էլ տարօրինակ հնչի, մինչև 22 թվականի խորը աշուն, նոյեմբեր կամ դեկտեմբեր, ոչ միայական տարբերություն չկար Արցախի հարցում քաղաքացիական պայմանագրի, Դաշնակցության, Հանրապետական կուսակցության որդեգրած մոտեցում։ Էս տենց։ Մինչև 22 թվականի վերջ։ Այո։ Ռոբերտ Քոչարյանը ընտրական գործընթացներում խոսում էր Շուշիի ազատագրման մասին հնարավոր խոսում էր քաղաքացիական պայմանագրի։ Ընտրական գործընթացում խոսում էր դեօկուպացիայի մասին, բայց կառավարության ծրագրում այդ մասին գրված էր։ Բայց կառավարության ծրագրում արդեն չէր գրված։ Ասում եմ, մինչև 22 թվականի նոյեմբերը պատկերավոր ասած բոլորը դաշնակցական էին։ Մտնենք Սասուն, երբ որ եղավ, ի նկատի ունեք, երբ որ եղավ արդեն ջերմուկի վրա հարձակումը։ Այ երբ որ եղավ հերթական հարվածը ու երբ որ մենք Փառք Աստծո Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ պետքա կողմնորոշվել։ Պարոն Ազարյան, հիմա չգիտեմ, դուք ձեզ համար, ձեր շրջապատի համար պատգամավոր եք, շփվում եք մարդկանց հետ, հասարակության հետ։ Ձեր դիրքորոշման փոփոխությունը այս ընթացքում, այս տարիների ընթացքում, ինչպես եք բացատրում, ամբողջությամբ հաշտեք դրա հետ։ Ինչի հետ։ Ասեմ ինչի հետ։ Երբ ասում էիք օրինակ 2020 թվականին, այդ թվում նաև հրապարակից Նիկոլ էս պատերազմը դու ես բերել։ Տեսեք, մի վարքյան։ Ներողություն, ավարտեմ։ Չէ, ես հիմա այդ որ մեջ բերում արեցիք, որ Փաշինյանը չէ միակ մեղավորը։ Ուրեմն Ես մի դրվագ ուղղակի մեջ բերեց։ Սա ուղղակի ես նաև ասեմ, որ սա մեր լրագրողների, լրատվամիջոցների մեծ թերությունների մասին է խոսում։ Երբ որ դուք հանում եք թուղթ, այդ գիտեք երբ սկսեցին, այդ ելույթը ես ունեցել եմ 20 թվականի նոյեմբերին։ Ես եթե չեմ սխալվում, բեմից հենց հրապարակում 20 թվականի նոյեմբերին։ Ես լսել եմ այդ ելույթը։ Հիմա ասեմ։ Այդ ելույթը հանեցին իբր իմ դեմ, նորից տեսեք Գեղամի ինչ էր ասում, ու հիմա բանը լրագրողներ կան, որ այդ ժամանակ 10-12 տարեկան էին, հիմա մի քիչ մեծացել են, լրագրող են դարձել, այդ ասում են, բա դուք էս եք ասել, այդ հարցը ինձ չպետք է տաք, որովհետև 20 թվականի նոյեմբերին Գեղամը իր որդուն էր փնտրում, ու գործող վարչապետը Նիկոլ Փաշինյանն էր։ Այո, պետք է իրան մեղադրեիք, պարզ է։ Բացի վարչապետ լինելուց Նիկոլն ու Աննան ինձ շատ մոտ մարդիկ են եղել։ Դուք հասկանում եք Աբգարի հայր Գեղամի հոգեվիճակը։ Դուք հասկանում եք, որ 20 թվականի նոյեմբերին Գեղամ Նազարյանը չէր կարող ունենալ այն ինֆորմացիայի բազան, որ ինքը ուներ արդեն օրինակ 24 կամ 25 թվականին, դրա 1%-ն չուներ։ Ես իմ առաջ խնդիր եմ դրել պարզել բոլոր հանգամանքները պատերազմի, ինչու սկսվեց, որտեղից սկսվեց պատերազմը ու գնանք առաջ։ Իսկ մեր հասարակությունը, ավելի ճիշտ ոչ թե ասել, այդ քաղաքական էլիտան ամեն ինչ անում է, որ այդ դիսկուրսը չլինի, այդ քննարկումը չլինի, որովհետև Գեղամ Նազարյանը տեսել է հոկտեմբեր պատերազմի ընթացքում խորհրդակցությունների ժամանակ տաղանդաշատ քաղաքական գործիչները ինչ հայտարարություններ էին անում։ Փակ խորհրդակցությունների ժամանակ։ Այո։ Պարոն Ազարյան, դուք մասնակցել եք 44-օրյա պատերազմի հանգամանքներ ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքին։ Ցավոք սրտի ոչ, ցավոք էլ նենց էլ չեմ մասնակցել, բայց ես նկատի ունեմ հասանելիություն ունեք այդ ձեռքից։ Այո, ունեմ, ես լավ ծանոթացել եմ, բայց ես ինքս իմ հետաքննությունն եմ արել, ոչ պակաս։ Եվ ստացել եք պատասխան, ինչպես սկսվեց, ով էր մեղավոր։ Այս պատերազմը սկսվել է 2013 թվականի վերջից։ 13, ինչու 13, երբ որ սկսեցին այդ չեմ բացում փակագծերը սնայպերային պատերազմները նկատի ունեք։ Չէ, դա ուրիշ տեղ է սկսվել այդ պատերազմը։ Ու Հայաստանի ղեկավարությունը իմացել է այդ մասին։
մի փոքր փորձեք բարձաբանել։ Հիմա դրա ժամանակ։ Չէ, ուղղակի բան եք հայտարարում, որը ես էլի եմ ասում, պատերազմը սկսվել է մեծ հաշվով 94 թվականի մայիսյան հրադադարով, բայց առավել ակնհայտ է դարձել, որ լայնածավալ հարցակում եւ պատերազմ է լինելու, որտեղ Հայաստանին որևէ երկիր չի օգնելու 2013 թվականի վերջից 2014 թվականի սկզբից։ Այսքան ավել ես բան չեմ ասի։ Ես չեմ կարծում, որ դուք պետական գաղտնիք կբացեք, եթե ավել բան ասեք։ Դա ձեր կարծիքն է։ Իմ կարծիքը չի, դա իրականությունն է։ Տեսեք, ձեր դիրքորոշումները հիմա, որքան էլ ասեք, որ ինքը տարբերվում է եւ իշխանությունից եւ ընդդիմությունից շատ հարցերում, բայց կարևորագույն հարցերում պատերազմի մասին, խաղաղության մասին եւ այլն, կարծես թե հիմնականում համընկնում է իշխանության մոտեցումների հետ կամ այն հայտարարությունների հետ, որ իշխանությունն անում է։ Այո։ Դա ենթադրում է, որ կարծեք պետք է այդ օրակարգը կամ սպասարկեք լավ իմաստով ասում եմ, աջակցեք իշխանությանը, տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանին, չգիտեմ, կան որևէ համագործակցություն ձեր եւ իշխանության միջև այդ ոլորտում։ Ինչու՞ չկա։ Տրամաբանական է, որ պետք է լինի։ Ինքնաբուխ ձևով մեր տեսակետները համընկնում է առանց պայմանավորվածության քննարկման, մնացածը ես հիմա դա չեմ կարևորում։ Ես հիմա կարևորում եմ, որ մեր հանրությանը չխաբեն, որովհետև նորից սկսել են խաբելը։ Մի քանի էլի արկածախնդիր թեզերով, այ որ մենք կլինեինք իշխանության, առնվազն չէինք պարտվի, առավելագույնը Բաքուն կգրավեինք, այ որ Նիկոլը եկել է, որ բանը Արցախը։ Այսինքն մենք դատապարտված էինք պարտության, եթե պատերազմ լիներ միանշանակ։ Միանշանակ։ Այսինքն հնարավոր չէր ավելի լավ պայմաններով պատերազմը դադարեցնել։ Ոչ։ Այսինքն ընդունել Պուտինի առաջարկը ժամանակին եւ բան չի եղել։ Շուշին պահել հայկական։ Չի եղել նման բան։ Չի եղել։ Դրանք բոլորը հոկտեմբերի 19-ի առաջարկը։ Այո, հոկտեմբերի 19-ին եղել է պատերազմի դադարեցնելու առաջարկ, բայց հենց հունվարի 10 հոկտեմբերի 19-ի գիշեր պատերազմը շարունակվել է։ Դե շարունակվել է ըստ Պուտինի, որովհետև հայկական կողմը չի համաձայնել դրան։ Այդ արկիր բան եք ասում։ Ես չեմ ասում, ինքն է ասում։ Հա, դե ուրիշ բաներ են ասում։ Լավ։ Ինչպես եք վերաբերում որպես պատգամավոր Վաշինգտոնյան համաձայնություններին։ Մենք պետք է ամեն օր եկեղեցի գնանք, որ նման համաձայնություն եղավ։ Ես չէի սպասում, որ նման համաձայնություն կա։ Դա հաջողություն է համարում։ Ոչ թե հաջողություն է, դա Աստծո տված պարգև է։ Ես հատուկ սուր եմ ասում, որ նորից ինձ բան դարձել։ Չեք հեգնում, լուրջ եք։ Չեմ հեգնում, լուրջ եմ ասում, որ այս ժողովուրդը հասկանա, որ բարեբախտաբար նախախնամությամբ Ամերիկայում հաղթեց Թրամփը։ Թրամփը չհաղթեր, դեմոկրատները հաղթեին։ Ադրբեջանը առնվազն առաջիկա 10 տարին անդադար ծաղր ու ծանակի էր ենթարկելու մեղմ ասած Հայաստանին։ Ավարտենք։ Ոնց ասեք։ Շնորհակալ եմ։ Ձեզ եմ շնորհակալ։ Սիվիլային տաղավարում ես զրուցեցի Գեգամ Նազարյանի հետ։ Առողջ եղեք։ Կհանդիպենք։